Բարելույս հարգելի հայրենակիցներ, այս պահին քաղաքապետարանում եմ, եկել եմ աշխատանքի, ուրեմն ֆիքսում ենք կոդրված ավագին, ֆիքսում ենք նաև, որ քաղաքապետարանում ոստիկաններ են շրջում, պարզացավ երկրորդ հարկ չէ ոնց, երրորդ հարկ, ինչի համար են ոստիկանները քաղաքապետարանում ենք չգիտենք, հիմա կրել ենք ճշտենք, Քաղաքապետարանում աշխատանքը բնականon վերականգնված է, հայրցես կոդրված ավագին ստեղ էր ցելոֆանապատ է, աշխատակիցները փորձում են իմի բերել կարգ ու կանոնը, հավաքվել է երեկվա ավերը ստեղ, տեսակ մեկ պատուհանը, Արդեն ցլաֆանապատ, բարձանում ենք երրորդ հարկ, որովհետև ասացին, որ երրորդ հարկում ոստիկաններ են, հիմա հասկանանք, թե ինչի համար են այդ ոստիկանները, ուրեմն այստեղ այլուց։ Երրորդ հարկ, երեք այստեղ էր ավերը, մաքրված ամեն ինչ, բնականon աշխատանքը վերականգնված է, Խնդրեմ հարգելի ժողովուրդ, ֆիքսենք, որ ոստիկանության երկու աշխատակից գտնվում են քաղաքապետարանում, քաղաքապետի ընդունարանի դռան մոտ են նստած, բարև ձեզ, կարելի է իմանալ ինչ առաքելությամբ եք այստեղ, ինչի եք կապվում ծառայություն, ինչ է պատահել։ Պետք է կատարվի գործողություն, հիմա նոր, հա։ Ինչ է։ Չէ, ես նախ ձեզ եմ դիմում, հետո Կումայրի բաժնից եք։ Հա, ասեն այստեղ ինչ որ գործողություն է շարունակվում կատարվել, այո։ Պետք է կատարվի։ Հարգելի ժողովուրդ, ֆիքսենք, որ այս պահին քաղաքապետարանի ոստիկանության Կումայրի բաժնի ոստիկաններն են և ինչ-որ գործողություն են, իրենք սպասում, այսպես խելոկատորները դրել են, նստել են, երեք իրենց պետը վիրավորում էր մեր աշխատակիցներին, ահաբեկում էր, դա հրապարակված է, բայց այս ոստիկանները խելոք նստած են, հասկանանք նպատակը ինչ է, այսինքն արշավը Գյումրու քաղաքապետարանի վրա դեռ շարունակվում է, հիմա երևի արդեն տեղական ուժերով, կհետևենք տեսնենք, շնորհակալություն